Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Ուզում եմ այսօր ձեզ մի երազի մասին պատմեմ, որը հենց այս գիշեր եմ տեսել, որը շատ հետաքրքիր երազ է ու վերաբերվում է Հայաստանին։ Գիտեք, երազիս մեջ ես տեսնում էի մի երիտասարդ աղջկա, որը մեքենայով ինչ-որ տեղ էր գնում, ու այդ մեքենան ավտովթարի ենթարկվեց, ղեկին ինքը նստած չէր, ու մեքենան ջարդփշուր եղավ ուղղակի, բայց հրաշքով այս աղջիկը ինքը դուրս եկավ այդ ավարիայի միջից անփորձանք։ Իրա ընդամենը շորերն էին կեղտոտվել, իրա սպիտակ հագուստի վրա ցեխեր էր։ Ինքը կանգնած էր զարմանալի ուղիղ, ասես թե իրա հետ չի կատարվե այդ վթարը։ Գերբնական պաշտպանություն կար իրա վրա, ու իրա վրա նույնիսկ քերծվածք չկար, որից հետո շատ կարճ ժամանակ հետո տեղի ունեցավ իրա ամուսնությունը, ինքը հարսի գեղեցիկ շորեր հագած ամուսնացավ։ Գիտեք, երբ որ ես արթնացա ու երազի մասին մտածում էի, առաջի բանը միանգամից, որ իմ սրտում եկավ, որ այդ աղջիկը խորհրդանշում է Հայաստանը, որ ինքը գնում է մի ընթացք, որ իրան տանում են մի ընթացքի մեջ, ղեկին ինքը նստած չի, իրան տանում են, ու այդ ընթացքը, որով իրան ասես թե պարտադրված տանում են, հանդիպում է խնդրի, ինչ-որ խնդիր է առաջանում, ավելին ասեմ, նույնիսկ վթարը դա ուղղակի խնդիր չի, այն ընթացքը, այն ճանապարհը, որով գնում են, այդ ճանապարհը անհաջողության է մատնվում ու կիսատ է մնում, տեղ չեն հասնում, բայց այդ աղջիկը, քանի որ գերբնական պաշտպանության մեջ էր, Աստված էր իրան պաշտպանում, իրան ոչ մի բան չի լինում, ու դա Հայաստանն է, որին զոռով տանում են ինչ-որ տեղ, ու այն ճանապարհին, որ տանում են, դա ավարտին չի հասնում, դա վթարի ենթարկվելով, ինչ-որ խոչընդոտ առաջանալով կիսատ է մնում, բայց Հայաստանը Աստված գերբնական ձևով պաշտպանում է, իսկ հետո ամուսնացնում է, մտցնելով իր կոչումի մեջ։ Գիտեք, այս երազը շատ կարևոր երազ է, որի մասին Աստված այս գիշեր հետս խոսեց ու բացատրեց ու ցույց տվեց։ Գիտեք, Հայաստանի հետ կապված շատերը տարբեր կարծիքներ ունեն ու խոսում են այն մասին, որ Հայաստանը իր մեղքերի պատճառով անեծքի տակ է, ու այն ինչ որ կատարվում է Հայաստանի հետ, հենց այն բանի պատճառով, որ ինքը Աստծուց հեռացել է։ Նման խոսույց շատ կարող է լսեք, բայց շատ կարևոր է, որ իրականում ոչ թե ուղղակի խոսքը վերցնենք ու այդ խոսքը կիրառենք առանց հոգու, այլ հենց հասկանանք, թե Աստված ինչ է անում ու ինչն է պատճառը, որ Հայաստանը նման իրավիճակի մեջ է։ Գիտեք, երբ որ ես այս մասին մտածում էի, ես հիշեցի մի պատմություն, որը աստվածաշնչյան կա, ես կտեղադրեմ, այս պատմությունը կլսեք։ Կար Հովնան մարգարե, որը Աստծուց խոսք ստացավ, որ պետք է գնա Նինվե ու քարոզի ապաշխարություն։ Հովնանը իմանալով Աստծու կամքը, Աստծու կամքին հակառակ գնաց։ Ինքը դուրս եկավ Աստծու պաշտպանությունից, անարգեց Աստծու խոսքը ու գնաց իր ճանապարհով։ Ու քանի որ գնաց իր ճանապարհով, հայտնվեց խնդրի մեջ։ Այն նավը, որի մեջ ինքը հայտնվեց, այդ նավը հայտնվեց փոթորկի մեջ։ Ինքը դառավ պատճառը, որ այդ նավը սկսեց խնդրեմ ունենալ։ Հենց այն բանի պատճառով, որ ինքը ուներ Աստծուց խոսք ու Աստծու խոսքին հակառակ էր գործում, ինքը իր շրջապատի մարդկանց համար նույնիսկ դառավ խնդրեմ։ Ու իրանից ազատվելով միայն մարդիկ իրանց կյանքերը փրկեցին ու այդ նավը չխորտակվեց։ Գիտեք, այս պատմությունը հստակ պատմություն է, որտեղ ցույց է տալի, երբ որ մարդը գիտի Աստծու կամքը ու գործում է Աստծու կամքին հակառակ, կարա հայտնվի խնդիրների մեջ։
Ու այս պատմությունը իհարկե օգտագործելով շատերը ասում են, որ Հայաստանը խնդիրների մեջ է նրա համար, որ հեռացել է Աստծուց ու հայտնվել է փոթորիկի մեջ ու կործանվում է։ Այս պատմությունը օրինակ վերցնելով, բայց նորից եմ ասում, շատ կարևոր է, երբ որ մենք ոչ թե ուղղակի գիրն ենք օգտագործում, այլ հոգով ենք վարվում, թե ինչ է ասում Աստված։ Հետաքրքիր է, որ նմանատիպ պատմություն կա նաև Նոր Կտակարանում, որտեղ Հիսուսը աշակերտների հետ նավակով գնում են ինչ-որ տեղ։ Ու Հիսուսը ինքը նավակի մեջ քնած է լինում։ Ու հետաքրքիր է, որ այս Հովնանի պատմությունն էր, որ ասում եմ, երբ որ նավը հայտնվում է փոթորկի մեջ, Հովնանը քնած է լինում։ Իրան արթնացնում են։ Ստեղ էլ Հիսուսը քնած է լինում ու նավը հայտնվում է փոթորկի մեջ։ Տեսեք, շատ նման իրավիճակ է։ Գալիս են ու արագ ձևով Հիսուսին արթնացնում են, ասում են հոգդ չի, որ խեղդվում ենք։ Նույն ձևով այնտեղ Հովնանին, երբ որ արթնացնում են, ասում են հոգդ չի, որ խեղդվում ենք։ Գիտեք ինչու՞ն է նմանությունը։ Աշակերտները, երբ որ հայտնվում են փոթորկի մեջ, հայտնվում են այն բանից հետո, երբ որ Հիսուսը իրանց ասաց ալնում նստենք նավը, գնանք ինչ-որ տեղ, դիմացի ափ։ Ասենք գնում էին ավետարանը քարոզելու, Աստծու կամքն էին կատարում։ Բայց երբ որ հայտնվում են փոթորկի մեջ, հիշում են պատմությունը, որը տեղի է ունեցել Հովնանի հետ։ Ու հիշում են, որ փոթորիկը առաջացել էր Հովնանի պատճառով, որ ինքը Աստծու կամքին հակառակ էր շարժվում։ Ոստեղ աշակերտները, երբ որ արթնացնում են Հիսուսին, իրանք դա նկատի ունեն։ Ուզում են ասեն Հիսուս, քո պատճառով ենք հայտնվել փոթորկի մեջ, իսկ դու քո համար քնած ես։ Դու Աստծու կամքի համաձայն չի, որ մեզ տանում ես այն ափ։ Մենք երևի թե ուրիշ տեղ պետքա գնայինք, քանի որ ուրիշ տեղ ենք գնում, մենք փոթորկի ենք հանդիպել։ Գիտեք, աշակերտները վերցնում են պատմությունը ու փորձում են նույն ձևով մատուցել, մեղադրելով Հիսուսին, ասելով, որ իրա պատճառով է փոթորիկը։ Ու Հիսուսը ինքը վերակենում ու սաստում է փոթորկին, փոթորիկը հանդարտվում է, որովհետև Հիսուսը ոչ թե Աստծու կամքին հակառակ էր գործում, այլ Աստծու կամքն էր կատարում, ու փոթորիկը, որ բարձրացած էր խանգարելու Աստծու կամքը, որպեսզի իրանք չգնան ու չհասնեն ափ ու չիրականացնեն Աստծու կամքը, արգելքը Հիսուսը ինքը հեռացնում է։ Նույն բանը Հովնանը չէր կարող անել, որովհետև Հովնանը գիտեր, որ Աստծուց է փախնում։ Հիսուսը ոչ թե Աստծուց էր փախնում, այլ ամբողջովին կատարում էր Աստծու կամքը։ Դրա համար իրավիճակները խաղաղվեցին ու սկսեցին հնազանդվել։ Այս պատմությունը ուղղակի չեմ պատմում։ Այս երազը, որ տեսնում էի, ես հստակ տեսնում էի ընթացք, որին Հայաստանին տանում են, որ Հայաստանը որևէ բան, այդ աղջիկը, որը Հայաստանն էր ներկայացնում, որևէ ձևով չէր միջամտում, ղեկին նստողն էր ղեկավարում մեքենան։ Այսինքն Հայաստանին տանում են ինչ-որ տեղ։ Բայց քանի որ դա Աստծու կամքը չէր, խափանվեց այդ ճանապարհին, այդ ընթացքը խափանվեց, բայց քանի որ Աստված Հայաստանի հետ էր ու Հայաստանը իր կամքով չէր այդ մեքենայի մեջ, ինքը ղեկին չէր, ինքը չէր ղեկավարում process-ը, Աստված պաշտպանեց։ Գիտեք, բաներ կա, որ այսօր բարձրացած է ու Հայաստանին մցրել են մի բանի մեջ, որ Աստծու կամքը չի։ Հայաստանին տանում են մի ուղղությամբ, որ ընդհանրապես տեսիլքին համապատասխան չի, բայց դա Հայաստանի ընտրությունը չի։ Հայաստանին դրել են այդ իրավիճակի մեջ ու տանում են այդ ուղղությամբ, բայց այդ ընթացքը ավարտվում է շատ վատ այդ մարդկանց համար, այդ ղեկավարների համար, որոնք որոշում են կայացրել Հայաստանին տանելու ինչ-որ տեղ, որը Աստծու կամքից դուրս է։ Այդ մարդիկ կենթարկվեն նավակոծության,
բայց Աստված Հայաստանին գերբնական ձևով կպաշտպանի ու պաշտպանում է։ Դրանից հետո Հայաստանը Աստծու գերբնական օրհնության մեջ մտավ իր կոչումի մեջ, իր Աստված հարսի շորեր հագցրեց, որը խորհրդանիշն է իր հարս եկեղեցու։ Աստված է պատրաստում իր եկեղեցին, իր հարսնացուին, ու Աստված գիտի ոնց պաշտպանի իր հարսնացուին։ Եթե նույնիսկ իրան տանում են այլ ուղությամբ, Աստված ի զորու է իր հարսնացուի ընթացքը սխալ ուղղության վրա դադարեցնի, պաշտպանի, վերադարձնի իր կամքի մեջ, հագցնի հարսնացուի շորեր, սրբության շորեր, օրհնության շորեր, այդ ցեխոտ շորերը հանեց ու հագցրեց սպիտակ հարսի շորեր։ Ամեն մի չարախոսություն Հայաստանի դեմ ուղված խայտառակ ձևով դատապարտվելու է։ Ամեն բերան, որ բացված է Հայաստանի հանդեպ, ու ինչ ասես Հայաստանին ասում են ու մեղադրում են, դատապարտում են, անհիմն, բոլորը խայտառակ ձևով այդ բոլոր բերանները փակվելու են, ու դա անելու է Աստված։ Աստված Հայաստանի տերն է, ու Աստված գիտի ոնց պաշտպանի իր հարսնացուին, ոնց հանի նեղության միջից, ու բոլոր նրանք, ովքեր որ Հայաստանին գերության մեջ են վերցրել ու իրանց կամքն են պարտադրել, բոլորի հետ Աստված հաշվեհարդար է տեսնելու։ Բոլորի ծառայությունը, որը ուղղված է Հայաստանը ստրկացնելու, ջախջախվելու է։ Բոլոր գաղափարները Հայաստանին գերության մեջ մտցնելու, ինչ որ ստրուկտուրայի մեջ մտցնելով, ինչ որ կառույցի մեջ մտցնելու, դատապարտված է անհաջողության։ Կլինի դա թուրքական աշխարհ, կլինի դա թուրանյան ծրագիր, կլինի դա ռուսական գուբերնիա կամ նախկին ԽՍՀՄ տարածքի վերականգնման մաս, կամ Եվրոմիություն, կամ ամերիկյան ինչ-որ նոր գերություն, ինչ էլ ուզում է լինի, եթե դա չի համապատասխանում Աստծու կամքին, այս տեսիլքին, բոլոր այդ գործողությունները, քայլերը Հայաստանի դեմ ուղղված ավարտվելու է ավտովթարով։ Դրանց նախաձեռնողները կործանվելու են, բայց Հայաստանը Աստծու զորավոր ձեռքով գերբնական ձևով ազատվելու է ու մտնելու է իր խոստմունքի երկիրը, իր կոչումի մեջ։ Աստված ոնց խոսել ու ասել է Հայաստանի համար, հենց այդ ձև է լինելու։ Ինչքան էլ որ երկրերը հակառակված են ու չեն ուզում Աստծու կամքը կատարեն, չեն ուզում այս սահմաններով Հայաստանը վերականգնեն, փորձում են հակառակ սրան Հայաստանը մտցնեն տարբեր տիպի գերությունների մեջ, տարբեր տիպի կառույցների մեջ, որտեղից Հայաստանը չկարողանա դուրս գա։ Աստված է շրջում իրավիճակները, ու վտանգը կախված է բոլոր այն կենտրոնների գլխին, ովքեր որ փորձում են Հայաստանը կործանման տանեն։ Աստված իր զորավոր ձեռքով ազատում է Հայաստանը, ու իր զորավոր ձեռքով էլ հարություն է տալի մեծ հայքը, իսկ բոլոր հակառակորդները, ովքեր որ այս տեսիլքին հակառակված են, խայտառակ ձևով պարտություն են կրելու ու ոչնչանալու են Հիսուսի անունով։ Հայր, շնորհակալ եմ քո փառավոր հաղթանակի համար, որ բերում ես Հայաստանի վրա, քո զորավոր ձեռքով պաշտպանում ու հարություն ես տալի Հայաստանը մոխիրներից։ Օրհնում եմ քեզ մեծ հայք, որը մինի Արարատի ասքանազի թագավորությունն ես, որ բարձրանաս Աստծու կամքի համաձայն ու մտնես քո որոշված ժամանակին քո կոչումի մեջ, մտնես զորավոր պատերազմի մեջ Բաբիլոնի դեմ ու ջարդես Բաբիլոնի գլուխը։ Օրհնված լինի Հիսուս Քրիստոսի անունը, որ կանչված է քո վրա Հայասա, որը մեծ հայքն է, որը մինի Արարատի ասքանազի թագավորությունն է, ու օրհնված լինեն այն բոլոր մարդիկ, երկրի ղեկավարները, որոնք կմիաբանվեն մեծ հայքի հարության գործին,
Հայր, քո փառավոր հաղթանակը քո տեսիլքի վրա ու քո տեսիլքը կատարողների վրա Հիսուսի անունով, ամեն։